многими, но объективно. Ժամը 11:30 է եւ գնում ենք օրվա սուրճի հետևից։ Gucci Flora. Մինչև սուրճը պետք է գնամ մի հատ գազավորված ջուր առնեմ, որովհետև տանը չկա։ Սկզբից խանութ, հետո գնանք սուրճի հետևից։ Merci. Is meditating. What are you thinking about? Sara Americano, bobayով։ Three hours later. Փոքրիկ դադար գործից ճաշի ժամն է ու ձեզ ցույց տամ թե ինչ եմ այսօր ուտում ճաշի։ Այս աղցանն է, մեջը տավարի միս, խուրմա, վարունգ, բրինձ, կպչուն բրինձ, ավոկադո, մարոլ, զեյթուն, չրբան բաց թողեցի։ Ասենք բրինձով կոչ։ Սիրտս ինչ-որ քաղցր բան է ուզում, նենց որ սեղ կտամ։ Մտածեցի այսօր խոսել, քանի որ ընդհանրապես վլոգերում ինձ փոքրիկ ինչ-որ խոսակցություններ որ անում են, զրույցներ որ անում են, խոսում են հիմնականում իրանց հոգեբանական պատմություններից, շատերը թերապիայի մեջ են գտնվում, ու ես դրա ոչ մի բան չունեմ, բայց երբ որ մտածում էի, որ օքեյ, ես ինչից խոսեմ, ես հոգեբանի մոտ չեմ հաճախում, երբեք չեմ հաճախել, ու հասկանում եմ, ես շատ controversial թեմա է կարող ընկալվել, հատկապես երբ որ դու ասում ես ինչ-որ բան, մարդիկ ավտոմատ եզրակացնում են, որ դու ուրեմն պնդում ես դրա հակառակ, օրինակ եթե ասում ես հոգեբանի մոտ չեմ գնում, ուրեմն դու դեմ ես բոլոր հոգեբաններին, կամ ուրեմն դու ուզում ես ասել, որ նրանք ովքեր գնում են սխալ են անում, պետք չի ծայրահեղացնել, լսեք, երբ որ մարդ խոսում է, մինչև վերջ լսեք, կարող եք հետո հարցեր տալ, ինչ-որ եզրահանգումների վճռական միանգամից մի եկեք, բայց ասածս ինչ է, ինչի ես չեմ գնում հոգեբանների մոտ, եւ ես կարծում եմ, որ իսկապես կան շատ խելացի ու մարդկանց իսկապես օգնող հոգեբաններ, բայց մեր հասարակությունները այսօրվա secular դարձող հասարակություն, որտեղ secularization-ը գնում, ես ինչ-որ բառեր, որ էսպայն հայրենը չի գալիս, չեմ նստելու, Google-ը բացեմ, թարգմանեմ, կներեք, բայց իմ ուղեղում այտենց վիճակ կա, ուղղակի մոնտաժելուց բառը հայերեն կդնեմ, որ արագ անցնեմ, խոսամ, չեմ կարող էլի 5 ժամ վիդեո նկարել։
ինչ է կատարվում, այս մարդու հոգին բժշկելու ֆունկցիան եկեղեցուց outsource են արել հոգեբանության field-ին, հոգեբաններին։ Ու դա պատահական չի, ու նաև ասեմ, որ եկեք ծանոթանանք։ Ես իր կյանքի հանդիպած ամենաքիչ PC մարդկանցից մեկը կլինեմ, political correctness-ը, ընդհանրապես չկա, 0։ Ու ինչ-որ ժամանակ դա վերադառնանք թեմային։ Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր հոգևոր խնդիր է։ Ինձ մի ցիտեք Յունգին, այս Կարլ Յունգի, ուրեմն ասույթներից է, խոսքերից է։ Ու ես դրա հետ 100% համաձայն եմ։ Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր հոգևոր խնդիր է։ Տակը կա հոգևոր խնդիր։ Ու երբ որ մարդիկ սկսում են զբաղվել խնդրին լուծում տալով հոգեբանության ոլորտում, կարդալ, խոսել, հասկանալ, այսինքն վարքագծային հոգեբանություն, նեյրոլոգիա, հորմոններ, այս ու այն, այդ ամենը շատ կարևոր է հասկանալ, կարդալ, իմանալ, ես ինքս այդ ամենը արել եմ, ես ինքս սովորել եմ հոգեբանություն, նաև հոգեբանության դասեր եմ վերցրել, հոգեբանության դասեր եմ անցել, բայց սա անելով, այսինքն իմանալ այդ ամեն ինչը, հարստացնել գիտելիքները մի բան է, բայց դրանում տեսնել միակ լուծումը խնդիրների ուրիշ բան է։ Եվ իմ խնդիրը դրա հետ է, երբ որ խնդիրների բոլոր լուծումները փնտրվում են եւ չեն գտնվում այս ոլորտում, որովհետեւ այս ոլորտը չի կարող բացատրի պատճառը, կարող է բացատրի սիմպտոմները եւ կարող է բուժի սիմպտոմները, բայց հիվանդությունը բուժելուց պետք է բուժել պատճառը։ Ու պատճառը հոգեվոր է։ Հետևաբար բուժվում է հոգեվոր ոլորտում։ Եվ այդ որ ասեմ outsource են արել եկեղեցուց հոգեբաններին ու այդ խնդիրները չեն բուժվում, որտեղ բուժվում են սիմպտոմները, մարդիկ կարող է 10 տարի գնան հոգեբանի մոտ, ասեն ես արդեն հասունացել եմ, ես արդեն բուժվել եմ, ես խնդիրներ չունեմ, կամ ես երբ որ խնդիր ունեմ, ես ունեմ գործիքներ, թե ոնց դրանցով զբաղվեմ եւ այլն, բայց մարդը այդ մարդկանցից ում հարցնել ու անկեղծ եմ ասում, ես իրանց ոչ մեղադրում եմ, ոչ իրանց նկատմամբ ինչ որ վատ բան ունեմ, ընդհանրապես դրա մասին չի խոսակցությունը, գիտեք ինչ եմ բարբերաբար նշում, որովհետեւ հայկական կոնտեքստում մի քիչ թյուրըմբռնման խնդիր կա։ Մարդիկ, երբ որ դու խոսում ես, իրանք քեզ չեն լսում, իրանք հիմնականում լսում են իրանց մտքում ինչ որ բաներ ունեն քո մասին։ Ես մի քանի real post անելով եմ հասկացել, դրա համար մտածում եմ, որ բարբերաբար պետք է հիշացնել մարդկանց, լսեք ինձ, մի լսեք ձեզ, երբ որ ես եմ խոսում, լսեք ինձ։ Տեսեք ես ինչ եմ ասում, հարցեր տվեք, եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, որ հասկանաք ճիշտ եք հասկացել, որ չեք համաձայնում, որ կարող չեք համաձայնում ինչ-որ չուչուլայի հետ, որ ստեղծել եք ձեր պատկերացմամբ ես էդ էի ասում, բայց իրականում կարող է էդ չեմ ասում։ Մի խոսքով, մեր հասարակության մեջ շատ ագրեսիա կա ու դա ինտելեկտուալ վատ ցուցանիշների մասին է խոսում, ուրախալի չի, շատ տխուր վիճակ է, որովհետև կարելի է պարզապես հանգիստ, օրինակ նույնիսկ չհամաձայնելու դեպքում կարելի է բանավիճել շատ հանգիստ ձևով։ Բայց ամեն դեպքում սա լրիվ ուրիշ թեմա է, լրիվ ուրիշ վիդեոյի համար ասելիքս այն է, որ ես երբ որ խոսում եմ մարդկանց հետ, ովքեր որ երկարատև թերապիայի մեջ են, իրանք ինձ ասում են, որ ոչ, դա այդ քաշը մենք շալակում ենք, այդ դրա հետ պետք է շալակել, այդ burden կոչված է, այսինքն այդ ցավերը եւ այլնը մեր հետ է, բայց ես արդեն բուժված եմ, որտեղ ես գիտեմ ոնց դրա հետ աշխատեմ։ Ես այն պրիզման, որ առաջարկում եմ եւ կիրառում եմ իմ կյանքում, այդ ամեն ինչը քաշ չտալը, այլ հանձնել Աստծուն, որտեղ քրիստոնեությունը ունի շատ հստակ լուծումներ բոլոր խնդիրներին, հարցը կարդալու, հասկանալու, մեկնաբանելու, մեջաչա եւ օրինակ հոգեվոր դաշտում խնդիրների լուծում տալուց քրիստոնեության մեջ, իսկ ես ինքս քրիստոնյա եմ, դու այդ բեռը հանձնում ես քեզ ստեղծողին եւ քո գործն է մնում նրան փառաբանելը։ Դա չի նշանակում, որ դու ցավեր չես ապրում։ Ցավեր ապրում ես, բայց լրիվ ուրիշ ձևի, որովհետև ամեն անգամ, ամեն մի նոր բեռ դու չես տանում ինքդ, այլ հասկանում ես, որ դա տանում է քո փոխարեն քեզ ստեղծողը։ Սրա մեծ տարբերությունը
երբ որ դու հոգևոր դաշտից դուրս ես զբաղվում քո հոգևոր խոցավերով, քո հոգու խնդիրներով, այնա, որ դու կարծում ես, որ դու ուժեղ ես, որովհետև դու գիտես ոնց լուծել խնդիրները, որոնք որ դու մինչև մահ պետք է քարշ տաս։ Լրիվ ուրիշ անկյուն։ Հանձնել ստեղծողին չի նշանակում փախնել խնդիրներից, հանձնել ստեղծողին չի նշանակում հրաժարվել խնդիրներից, լրիվ ուրիշ սա բան է, որի մասին կարելի է խոսել, եթե ձեզ հետաքրքիր է, այսինքն ավելի մանրամասնել, ավելի բացատրել, ավելի կյանքի ինչ-որ օրինակներով բեր, որտեղ հասկանում եմ, որ abstract level-ում եմ խոսում, ուղղակի ես այդպես եմ մտածում, միշտ ավելի abstract level-ում եմ մտածում, հետո ավելի գնում եմ իջնում եմ դեպի դետալները։ Դրա համար հիմա sense որ կիսվում եմ ձեր հետ մտքով, այսինքն հիմա դեռ առաջին level-ը, հա, այդ abstract level-ով եմ կիսվում։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք հանգիստ մեկնաբանել, ասեք օրինակ ես ինչ հետ համաձայն եմ, ուզում եմ ավելի շատ լսել ինչ ես մտածում, կամ ես ինչ հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Այս ամեն ինչը պատահական չի։ Մեր օրյա հոգեբանության ոլորտը հիմնված է այս 3 բաների վրա, ավել, բայց ես հիմա այս 3-ն եմ առանձնացնում։ Sigmund Freud, իր cousin Bernays-ը եւ New Age ուղղությունը, ռելիգիան նույնիսկ կարող եք կոչել։ Եթե այս 3-ը անծանոթ բառեր են, անպայման ծանոթացեք։ Այսօր ինչ որ բան չիմանալը ձեր վրա է, որովհետեւ ամեն ինչ հասանելի է ու ամենամութ ու ամենավատ, ամենասարսափելի, ամենազզվելի բաները բաց լույսի տակ դրված են։ Մնում է գտնել, կարդալ, ճիշտ աղբյուրներ տեսնել, հա, ու այդ ամենից տեղեկանալ։ Մեր օրյա հոգեբանության հիմքում դրված են տեսություններ, որոնց հետ ես բացարձակապես համաձայն չեմ, եւ ես առաջին մարդը չեմ, որ դրանց հետ չհամաձայն եմ, հենց ոլորտի մասնագետներ կան իհարկե, որ չեն համաձայնում, եւ նրանցից առաջ եղած ամբողջ սերունդները այս ամենի հետ չեն համաձայնվել։ Ու երբ որ պատմություն ես ուսումնասիրում ու կարդում ես բաներ, որոնք որ քեզ ուտելի վրա չեն մատուցվել համալսարաններում, այլ փակված են արխիվային գրադարաններում, որտեղ մուտք ունեն միայն այդ արխիվներով զբաղվող մարդիկ, ու հետևաբար կարդում ես իրանց հրապարակած գրքերը, հոդվածները, այո, շատ ինֆորմացիա կա, որ դժվար հասանելի է, բայց փակ չի, կողպված չի, ձեզ հատուկ ծանոթներ պետք չեն դրա համար, այդ այնչը կարելի է կարդալ, ես երևի ստեղ մի քանի բան կդնեմ, դուք կտեսնեք ինչի մասին է խոսքը, այսօր չեմ մանրամասնի, այսօր սրա մասին շատ չեմ մանրանա, բայց կասեմ, որ նույն New Age-ի արմատները գնացեք նայեք, այս 3 անունները, 3 բառերը, չեմ որ ասեցի, 3-ի արմատներն էլ հոտած են, ու 3-ն էլ շատ մեծ ազդեցություն ունեն արևմտյան հասարակությունների վրա, եւ դրանցից շատ բաներ ես արդեն նկատել եմ, որ ներթափանցել են նաեւ իհարկե մեր հասարակություն, որտեղ մենք ուրիշ մոլորակի վրա չենք ապրում, այս ամեն ինչը մեր վրա ազդում է եւ ազդեցություններ ունենք արևելքից եւ ազդեցություններ ունենք արևմուտքից։ Եվ ինչ է ուզում ասել։ Հա, նույն New Age-ից բխած շատ տարածված movement-ներից մեկը self-love, սիրիր ինքդ քեզ։ Սեր դեպի եսը, սիրի քեզ, այ։ Հիմա ինչ է, ես ուզում եմ ասեմ, քեզ չպետք է սիրես, ոչ։ Բայց իհարկե չես կարող սկսել քեզ սիրելով։ Դրա ասում են, որ մինչև ինքդ քեզ չսիրես, ոչ մեկին չես սիրի, ուղիղ հակառակն է քրիստոնեական դոկտրինների։ Ինչ է ուղիղ հակառակը, զարմանալի է, չէ, իհարկե ամեն ինչ որ պետք է հարցակվի քրիստոնեության վրա, պետք է լինի դրա ուղիղ հակառակը, ոնց որ օրինակ քրիստոնեության մեջ ամենակարևոր բաներից մեկը ընտանիքն է, չէ՞, ընտանիքը իբրև միավոր, ընտանիքը սրբության տեղ, սրբության հետ է կապվում ամուսնությունը, այս ամեն ինչը իհարկե այսօրվա տարբեր հասարակական ուղղություններ հարցակվում են գործում հենց այս կարևոր բաների վրա։ Այո, դրանցից մեկը սերն է, եւ սերը ինքդ քո հանդեպ չի կարող երբևէ լինել ոչ առաջին քայլը, ոչ էլ իսկապես գործող երևույթ, եթե դա առաջին քայլն է։ Սերը դեպի քո արարիչը եւ արարչի կողմից, սենց ասեմ, սերը դեպի քո արարիչը եւ արարչագործությունը, որի մասն ես եւ դու,
Դա որ քեզ հնարավորություն կտա իսկապես հասկանալ նախ ինչա սերը եւ ոնց սիրել ոչ միայն դիմացինիդ, այլ ոնց սիրել նաեւ քեզ, որովհետեւ առանց հասկանալու արարչագործությունը, առանց սիրելու արարչագործությունը, չես կարող սիրել ինքդ քեզ։ Ու հետո այդ տենց կյանքի ոնց որ առաջին բանը չի էլի, ցկտումը չի, որ ծնվում ես ու պետք է հասկանաս ոնց սիրես քեզ, խնդրում եմ։ Եթե ծնվում ես, նախ պետք է հասկանաս, այդքան բնական բաներ են, երեխային որ հարցնես, որ խոսում է սրտից, բնազդող, հա, ոչ թե ինչ որ լծկղի մեջ լցված ու պրոպագանդաներով, որ ասես մեկ այս ծնող կասի մամայիս, պապայիս, եղբորս, քույրիկիս։ Երբեք ոչ մի երեխա որ ասես ում է սիրում, չասի ինձ։ Իհարկե այսօր կասեն, որտեվ այսօր միլենիալ ծնողները աչքեր երեխեն բացում է, ասում են դու պետքա քեզ սիրես, դու պետքա քեզ առաջինը դնես, դու պետքա what the hell։ Ամենաանառողջ հոգեբանություն ունեցող մարդիկ են տենց մեծանում։ Այս ամեն ինչը իհարկե արևմուտքում այսօր շատ controversial է։ Anyways, այս սեխը հիմա մտածում է ես ինչ մեղք ունեի, ինչի ինձ խառնեցիր այս ամեն ինչի մեջ, ինչու։ Բայց ոչինչ, քեզ ոչ ոք ոչինչ չի ասի։ Գնանք գիրք գրենք։ Ես ուրեմն մոնտաժ էի անում ու լրիվ ժամը բաց եմ թողել։ Ժամերգությունն է սկսվում ու ես պետք է ժամերգությունից չուշանամ։ Մոնտաժ անում ու գրելու ժամանակը, որ ուղղակի թռնում է ժամանակը։ Նայում ես ժամանակին, օրինակ ժամին, օրինակ ժամը 3-ն է, մեկ էլ գլուխդ բարձրացնում ես նայում ես ժամը 5-ից 5 է պակաս, ասենք, չգիտեմ, ու քեզ թվում է կես ժամ անցել։ Okay, I think this will do.